Ուզում եմ մի քիչ խոսել Ժողովրդի վարչապետ Փաշինյանի նվաճումների մասին։ Տեսնենք, թե ինչ նվաճումների է հասել, արձանագրել եւ դրանք արդյոք նվաճում են, թե չգիտես ինչ։ Ուրեմն սրանք խոսում են, թե խաղաղություն են բերել Հայաստանին, հայ ժողովրդին, այսինքն սրանք կարելի անվանել խաղաղաբեր Նիկոլ, չէ՞, խաղաղություն բերող խաղաղաբեր, ասենք լավ։ Մեզ խաղաղաբեր Նիկոլն ինչ է արել, ինչ խաղաղություն ա մեզ բերել։ Այսօր կարդում ենք, որ առաջի 7 ամսում արդեն սպանվել է 30 զինծառայող, խայտառակ մեծ թիվ։ Վերջի երիտասարդին ինքնասպանության են հասցրել 3 չառաջ օրը, Չարեն Սավասի տղա էր, սովորում էր Սլավոնական համալսարանում, ապագա լրագրող էր։ 2 հոգի է ձերբակալվել է։ Հիմա նախ սրանք բանակը իրոք բարդակ դարձրին, այդ բանակ չեն թողել։ Ասում են նոր բանակ ունենք, իհարկե նոր բանակ ունեք, ձեր բանակը արդեն ես չգիտեմ ինչ է։ Լավ, երկրորդը 30 սպանություն բանակում խաղաղ ժամանակ, դա նորմալ է։ Այն ոչ խաղաղաբեր, ոչ ինքնիշխան Քոչարյանի 10 տարիների ընթացքում մենք 93 զոհ ենք ունեցել։ Գտնվելով սրանց ասելով պատերազմի մեջ 10 տարում 93, իսկ սրանք արդեն 30։ Ասում է եւ հատկապես պետական տոների իր ուղերձներում է ասում, որ այնքան ենք ինքնիշխան, որ էլ դուսուս, սենց ինքնիշխան չենք եղել եւ այլն եւ այլն։ Մենք սրա ինքնիշխանությունը որն է, այսօր հայ զինվորը գնում է իր պոստին Հայաստանի տարածքում, ադրբեջանցի զինվորը նրան շմոն է անում, նոր թողնում է, ասում է գնա պոստը։ 2 օրից շատ է, 2 օրվա ուտելիքից շատ է, ուտելիք չի թողնում, սնունդ չի թողնում։ Դու ուզենա հետ է ձերքից խրալիք, ասի դու հայ ես, գնաս սոված սատկի 2 օր, հետո կգնաս տուն կուտես, կամ կգնաս զորամասդ կուտես։ Սա մեզ ներկայացնում են ինքնիշխանություն։ Գենշտաբի պետը ազգային ժողովում ասում է, հա, որ Սյունիքում իրոք ադրբեջանական զորքեր կան։ Մենք հետևում ենք, իրավիճակը կոնտրոլի տակ է։ Սպրաշվիցը այդ նախնի գործում է ադրբեջանական զինվորը Սյունիքի տարածքում։ Ես դրան թողել է։ Հրաման չի ունեցել հակադարձելու, կրակելու։ Ադրբեջանցիք եկել են։ Այսինքն պայմանավորված են եկել, չէ՞։ Սրան ասել են, թե այս քանի դիրքերը պիտի են ախպորը զիջես, այս է իհարկե զիջելու է։ Գենշտաբի պետն է, քանի որ գեներալ չէ, նո լավագույն դեպքում ես չգիտեմ դա պրապորշչիկ է երևի, չէ։ Ամենայն դեպս դրա դեմքից պրապորշչիկի ինտելեկտ չի բխում։ Ասում է, հա, դա վերահսկում ենք իրավիճակը։ Պաշտպանության նախարարություն Պենտագոնից գնդապետ է վեր ընկած, որին ամենառավոտ զեկույցներ է տալիս Պապիկյան Սուրան։ Դիմում է Ուրսուլային, թե Միրզոյան Արոյի հիմնարկի երևի, թե ռուսական ինֆորմացիոն տեղեկատվական հարձակումներից մեզ պաշտպանեք, նրանք հետ 12 միլիոն փող են տալիս, թե ինչ են անում։ Իվանեսյան Դանիելն է սենատորներին է դիմում, որ Facebook-ը եւ Google-ը մի քիչ մեծ, հա, իբր դե մենք սրանց համար բան ենք, չէ՞։ Ռուսական ազդեցության գործակալ ենք, մեզ նեղեն, չթողնեն շատ տարածեն մեր նյութերը եւ դա նրանց մոտ ստացվում է։ Սա ինքնիշխանություն է, որ ասում եմ մենք սենց անկախ չենք եղել երբեք, սենց ինքնիշխան չենք եղել երբեք։ Շատերը հարցում են, թե լավ, Հայաստանի ինչին է պետք արտաքին հետախուզությունը, ում դեմ է աշխատում։ Ես ասեմ, որ այդ հետախուզությունը ստեղծել է բրիտանական մի վեցի նախին տնօրեն Ռիչարդ Մուրը, որը շատ տաղանդավոր անձնավորություն է,
շատ տաղանդավոր։ Ամենայդեպս շատ է գերազանցում իր նախորդին։ Եվ ոնց եք պատկերացնում մի վեցի ղեկավարը Հայաստանի համար, Հայաստանում ստեղծում է հետախուզական ծառայություն, որը պետք է աշխատի Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանն է, Թուրքիան է, դա բրիտանական մի վեցի բոստաններն են։ Հետո աննորմալ չի, հետո իր բոստանի թշնամի կաշեցնի։ Այսինքն, այդ Գրիգորյան Քիսոյին, որ տարան 10 ամիս սովորեցրեցին բան Լոնդոնում, մարդու իրավունքների պաշտպան էր այդ գեղեցկուհին։ 10 ամիս Լոնդոնում պարապեց, եկավ, նշանակվեց արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Եվ ինչով զբաղված այդ ծառայությունը։ Նախ ծառայությունը դատարկ տեղը չստեղծեցին, մեր KGB-ի հետախուզությունը անջատեցին, դեռ մաքրեցին ռուսական կադրերից, Ռուսաստանում սովորածներից, ինչ-որ թազա զիբիլ վերցրեցին, եւ այսօր այդ ծառայությունը աշխատում է Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Ռեզիդենտներն են պարզ։ Օրինակ Ուրիխանյան Տիկոկա, նախկին ծառայության պատգամավոր։ Իմ կյանքի հանդիպած ամենասարսափելի, ինչ ասեմ դրան։ Դրան դեռ չի կարելի ասել բոզի տղա կամ բոզի սին, ավելի ինտելիգենտ չէ, դա աննկարագրելի բան է։ Շատ քչերը գիտեք տղամարդ, որը կնոջ գլխին սարքի եւ ուղարկի բանդ։ Ոչ թե գործատես կինես բանն է, չէ, այդ գործն է սարքի։ Որ բեմադրություն կազմակերպի։ Հովանեսյանանին ինքն սկսեց։ Դրա աղբերն է, ճիշտ մորաքրոջ տղան բանն էր։ Հայաստանի Շելենբերն էր այն ժամանակ։ Ասում են գելու գազան ռազմետչիկ էր բան, Պուտոյա Ժորիկը։ Հետո Փաշինյան Նիկոլին գնաց է ասել էր, արդեն Սերժ Սարգսյանը հեռանոց հետո ես արդեն այնքան լավ եմ սովորել, արդեն լավ եմ աշխատում էլ ինձ պայի բանման, դենեխի պտի պայի։ Տարիներ առաջ Փաշինյան Նիկոլին հրապարակավ խորհուրդ տվեց, ասեցի, պարոն ժողովարդչապետ Փաշինյան Նիկոլ, Ուրիխանյան Տիկոն, դրա մեջ այնքան ստորություն, այնքան անբարոյականություն, այնքան հակամարտություն կա, հակամարտկայնություն, որ քո բոլոր թիմի այդ հատկանիշները, որ հավաքես եւ կշռես, Ուրիխանյան Տիկոյի 10%-ը չեն կազմի, դրան վերցրա քո մոտ ծառայության։ Ու վերցրես, լավ է, սկսել է լսել ինձ։ Գիտեք, ինձ շատ է ինքը լսում, ահագին բան է սովորել է։ Երբ որ խոսում է պետությունների կառավարության իրավունքից, դա էլ է ինձ սովորել։ Լավ անում, թող սովորի։ Տեսրես, այսօր ինչ է, Պողոսյան Քիսոյի գործակալն է կամ գուցե եւ ռեզիդենտը Մոսկվայում։ Կրեմլում վարչություններ կան, որ դրան ճանաչում են, ընդունում են։ Դա հպարտություն է Գրիգորյան Քիսոյի համար, Քիսոյի ավելի ճիշտ։ Իր գործակալը ինչ-որ ընդունում են Ստարայ պլոշեդիում կամ ինչ-որ գնում բանման ասում գալիս է։ Մեկ այլ գործակալ Գրիգորյան Քիսոյի Կարապետյան Արշո նախարար էր սրա ժամանակ պաշտպանության։ Սերժ Սարգսյանը սրան ռադարեց ռազմական հետախուզության պաշտոնից, հետախուզության պետի պաշտոնից ապրիլյան պատերազմից հետո։ Եվ ի պաշտոնը ինքը շփվում էր այն ժամանակվա ԳՌՈ-ի պետի տեղակալ ադմիրալ Կոստյուկովի հետ, որը այսօր ԳՌՈ-ի պետն է։ Ասում է, որ ես պրախոդ ունեմ ադմիրալ Կոստյուկովի մոտ։ Ծանոթ են, հա։ Գուցե նրա կաբինետում էլ է եղել։ Ձեռով բարևում է ադմիրալ Կոստյուկովին։ Բա տեսնում եք ինչ գելու գազան աշխատող է Գրիգորյան Քիսոն։ Մի ագենտին Կրեմլում են ընդունում, բարևում են, գուցե լուրջ մարդու տեղ են դնում, այն մյուսին անձամբ ադմիրալ Կոստյուկովը։
Բանը դա ձեզ հայկական հետախուզություն է։ Էլ չեն խոսում Քիսոյի ագենտուրան ինչ է անում ստեղ Ստամբուլում։ Երեք խոսել եմ մի հատ մարմնավաճառ Ագարդիոնի մասին, Նատալի կարծեմ։ Ասի դա կեղծանուն է, Նատալի Ալեքսանյանովա հայտնի ինքը որպես հանրային գործիչ Ստամբուլում ապրում։ Չէ, լուրջ են աշխատում։ Ինչ ասեմ, Փաշինյան Նիկոլի նվաճումները, ձեռբերումները իրոք ապշեցուցիչ են, բայց ավելի ապշեցուցիչը այն է, որ նա կարող է այդ դեգեներատությունը հրանցնել հանրությանը։ Եվ հանրության որոշ մաս, որոշակի մաս, այդ կուտն ուտում է։ Թե ես կրկնեմ նորից ասածս, այն ոչ ինքնիշխան Սարգսյանի Քոչյանի ժամանակ պատկերացնում եք հայկական զինվորին թուրքը Շմոնանի նոր թողում իր դիրքը բարձրանա։ Հայաստանի տարածքը օկուպացված լինի ու այդ մասին մենք իմանանք ինչ-որ լրիվ պատահական։ Գյուղացիներից գալիս է շուխուրա, տեղեկատվությունը գալիս է լրագրողներին, լրագրողները հարցնում են Գենշտաբի պետին, դե նա չի կարող սուտ խոսել։ Ասում է, հա, բայց դե մենք այնքան հզոր ենք, որ մեր բանակը նորա Փաշինյան Նիկոլն է կառուցե Պապիկյան Սուրոյի հետ։ Վերահսկում ենք։ Եվ այս իրավիճակում Հայաստանին աննախադեպ ինքնիշխանություն բերած, աննախադեպ խաղաղություն բերած Փաշինյան Նիկոլը այսօր փաստացի Հայաստանը հասցրել է ոչնչացման եզրին։ Ես որ ասում եմ ինքն է հասցրել, իրականում ինքը չէ, ինքը իրոք անմեղ է։ Ես նրան ոչ մի բանում չեմ մեղադրում։ Ինքը մարդ է, որը կատարում է հազարականներ։ Ուղղակի ամեն անգամ դրա վերադասարանը չտալու համար ասում եմ Փաշինյան Նիկոլն է անում։ Ֆորմալ առումով ճիշտ եմ ես։ Ինչ է ինքը անում։ Այս մարդը գնում է աշխարհի ամենահզոր պետությանը, Ռուսաստանի Դաշնությանը, ասում է թե կարելի է ես ձեզ թշնամի լինեմ, գնամ ձեզ թշնամի դա, բայց ձեր հաշին դա անեմ։ Դու ինձ ֆինանսավոր է, էլի։ Եվ զարմանալի է, որ առ այս պահը Ռուսաստանը դրա հետ դեռ շատ կոպիտ չի վարվել։ Առայժմ հրաժարվում է հայկական ապրանքատեսակներից, հիմնականում սննդամթերքից, յուղարտադրանքից։ Առայժմ։ Բայց դա դեռ սկիզբն է, սա դեռ ժուրնալն է, ինչպես սովետի վաղտ էին ասում, կինոն հետո կսկսվի։ Լավ, ոնց կարելի է այնքան ապուշանալ, այնքան գետնից կտրվել, որ Ռուսաստանի նման երկրին գնալ տենց առաջարկ անել։ Թող ես քեզ թշնամություն անեմ, բայց քո հաշվին, էլի։ Հայ ժողովրդի սրբավայր, այսինքն հայ ժողովրդի ինչ-որ մի մասի սրբավայր Ամերիկան, Ռուսաստանի դեմը, Ռուսաստան հետ համատած ռազմական պոտենցիալով, իր ամեն ինչով, մի հատ Գոնդուրաս է։ Բոլորդ կարծում եք հետևում եք լրահոսին։ Մեր տեսեք Ամերիկան ինչ անում ու ինչ կարող անել։ Անցած 25 թվականի հունիսին 12 օր կրվեց Իրանի դեմ, այն դեգեներատը հայտարարեց, թե հաղթեցինք, ջարդեցինք, Իրանը պրծավ։ Հետո իրենց աղբյուրներն են ասում, որ 12 օրում սրանք սպառել են իրենց հոբ հակահրթիռների 20%-ը։ Ասի եթե 60 օր կկրվեին, Ամերիկայում մի հատ հակահրթիռ չէր մնա։ Հաղթեց պրծավ, անցավ մի քանի ամիս, փետրվարի 28-ին նույն բանը։ Այս անգամ 40 օր կրվեց։ Սպառեց, օգտագործեց իր ստրատեգիական թևավոր հրթիռների 1/3-ը։ Վախեցավ, թողեց։
Ալիշտ ուրիշ բաներ ուզում անել, հետագայում մենք իմացանք, գրվեց այդ մասին, պարզվում է Ամերիկայի գենշտաբի պետը, գեներալ Քեյնը, իրոք դեգեներատ չէ, ի տարբերություն պաշտպանության նախարար Հեգզետի ու գերագույն հրամանատար Մելանիկի Մարֆը, դեգեներատ չէ, սա որ ապրիլի սկզբերն էր, չէ, ասեց, այս գիշեր մի քաղաքակրթություն վարի է գնալու, կործանելու է, ինձ ցավալի է, բայց ես ստիպված պիտի անեմ, դա միջուկային հարված էր պատրաստում։ Գեներալ Քեյնն ասում է, ես այդ բանը չեմ անի։ Քո հրամանի վրա ես բլոկ կդնեմ, իսկ առանց իմ համաձայնության զորքեր այդ հրամանը չի հասնի, ես բլոկ կդնեմ, վետո կդնեմ։ Հեռացրա ինձ, ուրիշ գենշտաբի պետ բեր, Սենատը հաստատի իր այդ բանն արա։ Այս դեգեներատն է վախեցավ այդ շուխուրից։ Համակերպվեց այդ մտքի հետ։ Ինչևէ, փետրվարի 28-ից ցես 40 օր կրվեց, էլի հայտարարեց հաղթանակի մասին, թողեց գնաց։ Դու հիմա էլի ասկսե։ 2026 թվականի ընթացքում այդ դեգեներատը ափսոս այդ պորնոաստղ Մելանիկը, որ այդ իդիոտի կնիկն է, 37 անգամ պաշտոնապես հայտարարել է, որ հաղթել է Իրանին։ 37 անգամ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել։ Փաշինյան Նիկոլի սրբավայրը վերադասը այն ինվալիդ երկիրն է, որ 40 օր չի կարող կրվել։ Բայց ինքը գնում է մի պետության, որը 5 տարի կրվում է, արդեն առնվազն 20,000 օպերատիվ տակտիկական եւ ստրատեգիական հրթիռը ուղարկել բանդերականների դատար գլուխներին։ Ասում ախպեր, թող ես քո հաշվին քեզ թշնամի լինեմ։ Այդ ինվալիդ, այդ գերտերությունից դա բան չի մնացել։ Մի պետություն, որի վիճակի չլինի մի ամիս կրվել։ Մի պետություն, որը ոչնչացրել է իր ռազմական էկոնոմիկան։ Սա 1945-ի ամերիկան չէ, երբ զենքով եւ իրեն էր ապահովում եւ օգնում էր սովետական միությանը, Անգլիային, Ֆրանսիային, կոալիցիայի մյուս անդամներին, Լենդ-լիզով կամ ձերի կամ եսին ոնց։ Ամերիկացիք վաղուց են վերացրել իրենց ռազմական պոտենցիալը, ռազմական արդյունաբերությունը։ Ռուսաստանում լիբերալները չկարողացան, չհասցրին, եւ Պուտինը այսօր վայելում է Ստալինի ժառանգությունը։ Այսօր բանդերականների սպանդա իրականացնում այդ հրթիռները, իր հորտենից չի բերել, ոչ է իր շնորհն է։ Տավարիշ Ստալինից ժառանգած ռազմական էկոնոմիկան է, ռազմական պոտենցիալն է։ Եվ 5 տարի է կկրվի Ռուսաստանը, ողջ Եվրոպայի հետ է կկրվի։ 10 տարի, 20 տարի, պատմության մեջ եղել են, չէ՞ նախադեպեր։ 21 տարի շվեդ էին կոտորում։ Մինչև այդ էշերը հասկացան, որ լուչում ենք ռուսների պապական հողերը թողնենք, մեզ Բալթիկայով, վերադառնանք մենք մեր բնորան։ Եվ այդ երկրին այս չմոները գնում ասում են, թե ախպեր ջան, մենք պիտի գնանք ամենապատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենահակառուսական կառույցը, բայց քո արժին։ Այդ լեկտիությունը, այդ դեգեներատությունը հայերը, ոչ միայն գյուղացիները, կզգան արդեն ձվրան նախաշեմին։ Ջաներդ յուղեք հայ ժողովուրդ ջան, դուք ձեզ ինքնիշխանություն բերած Փաշինյան Նիկոլի ազգն եք, ձեզ տիեզերական անկախություն պարգևած Փաշինյան Նիկոլի ընտրողն եք, ջաներդ յուղեք, ուղղակի երբեմն մտածեք, էլի մտածեք։ Մեզ խել պետք չի դրա համար։ Չի կարելի խոսել ինքնիշխանության մասին, երբ քո զինվորը թույլ զինվորից թույլտվություն ա վերցնում, որ գնա իր պոստը։ Քեզ արդեն չուլ են դարձրել։ Չուլ է չէ, որ տամպոն են դարձրել, այն էլ օգտագործած։ Մտածեք հետևություններ անեք, պատմական շանս կար սրանցից ազատվելու են, ինչ ասեմ։ Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին բավարար հիմք չտվեցիք, որ այդ մարդիկ փորձեին ինչ-որ թավշյա ոչ բռնի հեղափոխություն անեին։
Իսկ մինչև 31 թվականի ընտրությունները Հայաստանը չի ձգի։ Մի բան էլ եւ ավարտեմ։ Իսկ խաղաղաբեր Փաշինյան Նիկոլը Հայաստանը այնպես մի քաոսի կվերածի, այնպես մի քաոս կառաջացնի։ Ես չեմ ուզում անգամ սարսափելի է այդ մասին մտածել, բայց մի բան պատկերացրեք, հայկական Սյունիքը դառնում է Իրանա-ամերիկյան բոքսի ռինգ։ Դե պատկերացրեք Սյունիքի ու սյունեցիների վիճակը։ Իսկ դա չի կարող չդառնալ, եթե ասեն շարունակի։ Պարսիկները պարզ ասում են, չէ, իրենց կարծիքը, իրենց մտադրությունը սրանց թրիպի վերաբերյալ։ Ռուսները դեռ չեն ասել, այսինքն Պուտինի մակարդակով դեռ չի հնչել այդ բանը։ Բայց դե Պուտինին ինչ պետք է ինքն է խոսի։ Պարսիկներն ասում են, էլի, ու պետք եղավ կանեն։ Կարիքը չկա նրա միջամտության առայժմ։ Օրը կգա կարող է ինքն է մի բան ասի։ Ինչևէ, ինչ ասեմ, սենց ինքնիշխան ապրում ենք, սենց անկախ ապրում ենք, հիանում ենք Փաշինյան Նիկոլի դեմոկրատական նվաճումներով, ձեռբերումներով, նրա ընդունացյուրերով, հատկապես Ուրսուլայով, էլ չեմ խոսում բանդերական են շանվորդու մասին, էլ չեմ խոսում Մակրոնի, ինչևէ, հետևենք իրադարձությունների զարգացմանը, հուսանք, որ ասված մեզ շատ դաժան չի պատժի, թեպետ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արժանի է ամեն տեսակի պատժի, ամենադաժան պատժի է արժանի, որովհետև իմ իմացած ժողովուրդներից ամենաապերախտը հայերն են, ու չկա սրանցից բետար ապերախ ժողովուրդ, իսկ ապերախտությունը գիտեք ինչ է, դա մահացու մեղքերից մեկն է, չէ, երևի ամենաայլանդակը, դե ինչ ասեմ, բաժանորդագրվեք իմ Telegram-ին, YouTube-ին, նաև Facebook-յան իմ ազգական պրոֆիլին և Shape AM page-ին, կհանդիպենք շատ շուտով, լավ մնացեք, շատ մի հավատացեք Փաշինյան Նիկոլին, այնքան ինքնիշխան չեք, այնքան անկախ չեք, դա մենը մի քանի օրինակով ես իրականությունը ներկայացրի, առայժմ